Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ են Անի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Ազգային ժողովում շարունակվում է քառօրյա նիստը օրակարգում ունենալով մի շարք կարևոր օրինագծերի քննարկում։ Նիստում անդրադարձ է եղել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությանը, ԵԱՏՄ պահանջների կիրառմանը եւ սպառողների իրավունքների պաշտպանությանը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի վարչապետին իմփիչմենտ հայտնելու գործընթացին եւ հիշեցրել Հայաստան խմբակցությունը հայտարարել է, որ իմփիչմենտ հայտնելու հիմք չկա։ Հակոբ Արշակյանն էլ անդրադարձել է մայիսի 9-ի առթիվ վարչապետի Ռուսաստանի Դաշնություն մեկնելու որոշմանը։ Հիշեցնենք, Փաշինյանը մարտի 14-ին Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել էր, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը եւ մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին, ինչը հաստատել է նաեւ այսօր ազգային ժողովում։ Հայաստանը վարում է եւ վարելու է բալանսավորված արտաքին քաղաքականություն։ Աշխարհաքաղաքական կենտրոններից եւ որևէ մեկի հետ հարաբերությունների կառուցումը չի արվում ի հաշիվ մյուս գործընկերների, հայտարարել է Փաշինյանն ի պատասխան վերջին օրերին հնչող տարաբնույթ խոսակցությունների։ Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, առաջիկայում սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների հետ կքննարկենք այն, հայտնել է Արդարադատության նախարարը։ Տարբեր տարբերակներ են քննարկվում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում է։ Մայիսի 6-ի գիշերը կտրուկ սրվել է իրավիճակը Հնդկաստանի ու Պակիստանի միջև, որը բավականին լարվել էր ապրիլի 22-ին Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։ Հնդկաստանի զինուժը հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքին, հայտարարելով, որ թիրախում եղել են ահաբեկչական խմբավորումները։ Թեմայի վերաբերյալ փաստերը կհամադրի Այդա Կիրակոսյանը։ Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են ինտենսիվ հարվածներ հասցնել միմյանց, այդ թվում մայրաքաղաքներին։ Մոսկվան ստիպված է եղել դարձյալ մի քանի ժամով փակել օդանավականները։ Օրվա միջազգային անցուդարձը։ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստը, օրակարգում ունենալով մի շարք կարևոր օրինագծերի քննարկում քննարկվել են մշակութային ժառանգության պահպանման, կրթության համակարգի, պետական ծառայողների վարձատրության, տրանսպորտային փոխադրումների, գովազդի սահմանափակման եւ տնտեսական մրցակցության ապահովման ուղղված փոփոխություններ։ Նիստում անդրադարձ է եղել նաեւ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությանը, ԵԱՏՄ պահանջների կիրառմանը եւ սպառողների իրավունքների պաշտպանությանը։ Ազգային ժողովը հերթական քառօրյա նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է, որ առաջարկվում է արգելոց թանգարան եզրույթը փոխարինել հնավայր թանգարանով միջազգային տերմինաբանությանը համապատասխան։ Նախագծով նաեւ հստակեցվում են հուշարձանների ամրակայման եւ վերականգնման թույլտվությունների տրամադրման պայմանները, վերացնելով ոլորտում գործող իրավական հակասությունները։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է նաև կրթության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի նպատակն է վերանայել ուսումնական հաստատությունների տնօրենի հավաստագրման ընթացակարգը։ Օրինագծի քննարկման ժամանակ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն անդրադարձել է ոլորտում առկա կարևոր խնդրի հարյուրավոր դպրոցներում տնօրենի թափուր տեղերի առկայությանը։ Այս նախաձեռնությունը ինչով է անկյունակարային եւ ինչով է կարևոր, այս փոփոխությունը վերաբերվում է նրան, որ բացվում է ըստ էության հնարավորություն վերջին 10 տարիներին 5 տարվա առնվազն կառավարման փորձ ունեցող անձանց համար դառնալ դպրոցի, այսինքն մասնակցել դպրոցի տնօրենի հավաստագրման գործընթացին, որը մինչ այժմ հնարավոր չէր, եւ ես ցանկանում եմ մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր նման փորձառություն ունեն, դիմել այս հավաստագրման գործընթացին, մասնակցել հետագայում նաև տնօրենի թափուր տեղերի մրցույթներին եւ իրենց ջանքն ու եռանդը ներդնել հենց այս կարևորագույն գործում, եւ ես կարծում եմ, որ այս փոփոխությունը պիտի բերի բեկումնային փոփոխությունների այս ոլորտում։ Նիստում շարունակվել են նաև պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում փոփոխությունների քննարկումները, որոնք անցել են լարված մթնոլորտում։ Իշխանություն ընդդիմություն բանավեճի հիմնական թեման զինծառայողների եւ պարեկների աշխատավարձերի տարբերություններ։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գեգամ Մանուկյանն իր ելույթում որոշ թվեր ներկայացնելով քննադատել է զինծառայողներին հատկացվող աշխատավարձը, իսկ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վահագն Ալեքսանյանը հակադարձել է Մանուկյանին, նշելով, որ հրապարակված տվյալները չեն համապատասխանում իրականությանը։ Պարեկները առանց ատեստացիա, որտեղ պարեկը համարվում է դե արդեն 5 ամիս սովորել է, ինչ ատեստացիա պարեկին, թեկուզ ոչ բարձրագույն կրթությամբ, ստանում է 371 000 դրամ։ Այս պահին, որ մենք այստեղ նստած ենք,
Գործընկերներ, ազգային ժողովի падգամավորներ, բյուջե քվեարկած падգամավոր, մենք որ այստեղ նստած ենք Հայաստանի մարտական հենակետում Անդրևինջյանը եւ այլն, կոնկրետ տեղ կարող եմ ասել, մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայող գիտեք ինչքան է ստանում։ Մենք ստացել ենք 22000 դրամ, Պարեկը մոտավորապես ստացել է 11000 դրամ մի օրվա համար։ Մարտական հերթապահություն իրականացնողը ստացել է 1700 դրամ։ 1700 դրամ։ Պարոն Մանուկյան, այդ ինչ թվաբանություն է։ 1700 դրամ մեկ օրվա համար աշխատավարձը, որ ասում եք, դա գալիս է ամսական 60000 դրամից քիչ։ Դա Հայաստանի նվազագույն աշխատավարձից քիչ է։ Չի կարա տենց աշխատավարձը լինի։ Չի կարա տենց աշխատավարձ, գոյություն չունի տենց, անհնար է տենց աշխատավարձը լինի։ Բացառված է դա ուղղակի, ալոգիկ է տենց բան, չի կարա տենց բան լինի։ Այսինքն մենք ունենք զինծառայող, որ ամսական 50000 դրամ աշխատավարձ է ստանում։ Չկա տենց բան։ Ալեքսանյանը հավելել է, որ Հայաստանի պետական ծառայողներն արժանի են բարձր աշխատավարձի, լինի դա ոստիկան, զինծառայող, թե այլ պաշտոնյա։ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն էլ իր հերթին ճշտել է, որ զինծառայողների ամսական աշխատավարձը շատ ավելի բարձր է, քան Մանուկյանը նշել է։ Մենք ձեր ասած օրական 1700 դրամ աշխատավարձ հասկացողություն առհասարակ չունենք։ Ուրեմն դա մինիմալն եմ ասում, մարտական հերթապահություն իրականացնողներին մոտ 4000 է, սակայն կապված դիրքերի կահավորվածության վիճակից նաև դրա վրա ավելանում է գումար։ Այսինքն առնվազն ստանում է աշխատավարձ, դրա վրա ավելանում է հավելում առնվազն 4000 եւ նաև դիրքերի վիճակից ելնելով նաև որոշակի գումար։ Ես աշխատավարձը առնվազն ինչ որ դուք նշեցիք 220,000-ի չափով։ Դա մինիմալն է։ Իսկ ինչ ասում եմ, դրանք հավելումներ են կառավարության 712 որոշումով սահմանված կարգով։ Հաջորդիվ նիստում քննարկվել է նաև Հայաստանի եւ Ղազախստանի կառավարությունների միջև ավտոմոբիլային հաղորդակցության վերաբերյալ 2006 թվականի համաձայնագրում կատարված փոփոխությունների վավերացումը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով համաձայնագրի վավերացումը կնպաստի բեռնափոխադրումների պարզեցմանը եւ Հայաստանի տարանցիկ դերի ամրապնդմանը։ Սիմոնյանն անդրադարձել է նաև Վերին Լարսի անցակետի խնդրին, նշելով, որ այն հիմնականում փակվում է ձյան պատճառով, իսկ վրացական կողմում ընթացող ճանապարհաշինությունը կօգնի ապահովել տարանցիկ կամուրջ ամբողջ տարվա ընթացքում։ Այն ճանապարհահատվածը, որը որ հիմա կառուցվում է վրացական կողմում, ճիշտ է նախատեսված էր սկզբնական, որ դեռ 24 թվականի վերջին պետք է ավարտին հասցվեր սկզբնական կանխատեսումը, բայց հաշվի առնելով COVID-ի հետ կապված, լոգիստիկ փոփոխությունների հետ կապված հոսքերի որոշակի խնդիրներ, այդ ժամկետը հետաձգվեց եւ մենք կարծում ենք, որ մոտակա ժամանակներս այս տարվա վերջ կամ մյուս տարի այդ ճանապարհը, որ այդ ձնահյուսավտանգ այդ հատվածը շրջանցում ամբողջությամբ պատրաստ կլինի եւ Լարսը այլևս Վերին Լարսի անցակետը այլևս կգործի տարին 365 կամ 366 օր։ Նախարարի տեղակալը հայտնել է նաև, որ Վրաստանում կառուցվող նոր ճանապարհի բացումից հետո բեռնափոխադրումների ծախսերը կկրճատվեն, հասնելով մինիմումի։ Նիստում քննարկվել է նաև ԵԱՏՄ նոր կանոնակարգի կիրարկման հարցը, ըստ որի 2024 թվականի հունվարի 1-ից ծխախոտի տուփերի վրա պետք է տեղադրվեն գրաֆիկական նախազգուշացումներ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ մի շարք արտադրողներ խուսափում են պահանջը պահպանել եւ նախընտրում են վճարել 400,000 դրամ տուգանք, շարունակելով խախտումը։ Որոշ ընկերություններ չէին տպում այդ գրաֆիկական պատկերները եւ շարունակում էին մի վարքագիծ, որը առողջապահական տեսանկյունից շատ վտանգավոր էր, հանրության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է, խիստ անհարգալից վերաբերմունք է, սպառողների իրավունքների պաշտպանության համար մեծ խնդիրներ է առաջացնում եւ դե մրցակցության առումով մեծ խնդիրներ է առաջացնում։ Ինչու՞, որովհետեւ եթե պայմանական շուկայում կա 10 մասնակից, որից 8-ը հետևում են օրենքի կանոններին, իսկ 2-ը առհամարում են օրենքը, բնականաբար այդ 2-ը այդքանով նաև մրցակցային առավելություն են ստանում մյուս 8-ի նկատմամբ, այսինքն բարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ։
Ազգային ժողովի նիստում տեղի ունեցել բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություն, որի արդյունքում ընտրվել են Արմենուհի Հարությունյանը, Աշոտ Հայրապետյանը եւ Անահիտ Աբրահամյանը։ Այնուհետև նիստում քննարկվել է նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Այնուհետև ազգային ժողովն անցել է մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածուի քննարկմանը, որի համար կառավարությունն առաջադրել էր Աննա Պետրոսյանին։ Նրա կենսագրությունը ներկայացրել է արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը, ընդգծելով Պետրոսյանի երկարամյա փորձը հանձնաժողովում։ Թեկնածուն էլ իր հերթին կարևորել է սպառողների իրազեկվածության բարձրացումն ու արդար մրցակցության խթանումը։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթացին եւ հիշեցրել Հայաստան խմբակցությունը հայտարարել է, որ իմպիչմենտ հայտնելու հիմք չկա։ Կոնջորյանը նշել է, որ հասարակությունը բազմիցս է ապացուցել, որ սատարում է իշխանությանը։ Նա շեշտել է, իշխանությունն էլ ժողովրդին խաղաղություն է խոստացել եւ գնում է այդ ճանապարհով։ Ընդդիմության ներսում հաշիվներ մաքրելու ավելի լավ ընդդիմադիր Երևանու մրցավազք է սկսվել։ Իրենք իրենց մրցավազքի մեջ թող մրցեն, տեսնեն ով է ավելի առաջ, ով ավելի հետ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշեց ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, անդրադառնալով Հայաստանի վարչապետին իմպիչմենտ հայտարարելու գործընթացին եւ հիշեցնելով Հայաստան խմբակցությունը հայտարարել է, որ իմպիչմենտ հայտնելու հիմք չկա։ Չնայած ընդհանուր առմամբ թե արժեքային համակարգով, թե քաղաքական ինքնությամբ իրենք բոլորը նույն քաղաքական ինքնություն ունեն, նույն քաղաքական արմատ ունեն Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, սկզբունքորեն իրենց մեջ չի կարող լինել արժեքային եւ ֆունդամենտալ տարաձայնություններ, որովհետեւ գիտեք մաֆիոզները ոնց են, իրենք իրար հետ տարաձայնություններ կարան ունենան ազդեցության գոտիների բաժանման համար, բայց մաֆիոզները մնում են մաֆիոզներ։ Կոնջորյանը հիշեցրեց, որ իրենք մշտապես ինքնահայեցմամբ են զբաղվում, փորձում են ռեալ գնահատել խնդիրներն ու հնարավորությունները եւ դրանց լուծման ուղիներ գտնել, հատկապես հարևան երկրի հետ հարաբերություններում խաղաղության հաստատման հարցում։ Նա շեշտեց, իշխանությունը ժողովրդին խաղաղություն է խոստացել եւ գնում է այդ ճանապարհով։ Ակնհայտ է, չէ՞ որ խաղաղության ճանապարհը բարդ է։ Եվ ինչպես որ բոլոր բարդ ճանապարհները, այնպես էլ այս ճանապարհին կարող են լինել խոչընդոտներ, կարող են լինել տարատեսակ զիգզագներ եւ մենք գնում ենք այդ ճանապարհով։ Դա մեր քաղաքական հանձնառությունն է, մեր հավատամքն է եւ դա մենք մեր ժողովրդին խոստացել ենք եւ գնալու ենք այդ ճանապարհով։ Եվ որևէ մեկը չի ասել, որ այդ ճանապարհը լինելու է հարթ։ Գիտեք, շատ ժամանակ մարդիկ խաղաղություն բառը, որը ինքը իրենով պոզիտիվ է, շփոթում են խաղաղության հասնելու ճանապարհի հետ, որը իրենով շատ դժվար է, եւ ասում են, բա խաղաղությունը սենց է լինում, սենց դժվար է, հա, խաղաղության հասնելը դժվար է։ Հարցին իսկ ինչ գնով է լինելու խաղաղությունը, վերջինս պարզաբանեց։ Մենք մեր կարմիր գծերը մշտապես հայտարարել ենք։ Մենք ասել ենք, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը մեզ համար ֆունդամենտալ արժեք է եւ դրանից որևէ հետքայլ ու կոմպրոմիս չի լինելու։ Մնացած մենք դրա մասին խոսել ենք, որ այո, մենք հայտարարել ենք, որ Հայաստանի Հանրապետության ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք օկուպացված է, բայց մենք մեր արչև այդ տարածքները վերադարձնելու ռազմական խնդիր չենք դնում, որովհետև կարծում ենք, որ սահմանազատման ճանապարհով հնարավոր է այդ հարցը լուծել։ Կոնջորյանն անդրադարձավ նաև լրագրողների այն հարցին, թե արդյոք վախենում են Ռոբերտ Քոչարյանից եւ ասաց. 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանը падգամավորական մանդատ ստացավ, ապա հավելեց. Վախի չեկավ։ Կարող է Ռոբերտ Քոչարյանը ինքը վախեցավ, որ չեկավ մեր դեմ դիմաց չկանգնես։ Մենք շատ սիրով կուզենայինք, մենք շատ BTS էլ եմ այդ ասում, ինչ պետք է իրան անեինք։ Ինչ պիտի անենք, պիտի խոսայինք, պիտի բանավիճեինք, ուրիշ ինչ-որ բան պիտի անենք, բաթոգար։ Դիտարկմանը, թե երկրում վերջին 7 տարում իրավիճակը 180 աստիճանով փոխվել է եւ մարդիկ այլևս չեն վստահում ՔՊ-ին, նա նշեց, որ եթե չէին վստահում, 2021-ին իրենց ձայն չէին տա։ Ով ասեց, որ մենք պիտի ունենանք այնպիսի երկիր, որտեղ որ իշխող մեծամասնությունը պարտադիր բոլոր տեղերում աբսոլյուտ իշխանություն պետք է ունենան։ Դուք տենց բան եք ուզում, դուք տենց երկիր եք ուզում, չէ, մենք իհարկե որպես քաղաքական ուժ մասնակցում ենք թիմերին, փորձում ենք հաղթանակել, բայց նաև ժողովրդավարությունը ենթադրում է, որ ինչ որ մի տեղում թիմում կհաղթես, ինչ որ մի տեղում կպարտվես, ինչը չի նշանակում, որ դա պետքա ուղղակիորեն պրոյեկտել համապետական ընտրությունների վրա։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 2021 թվականի բազմաթիվ թիմերում քաղաքապետերը ոչ միայն ընդդիմադիր էին, այդ քաղաքապետերը այն ժամանակվա փրկության շարժման առաջամարտիկներն էին, դուրս էին եկել
իշխանության դեմ եւ 2021 թվականին այդ թիմ որոշ քաղաքներում ենք 60%-ից ավել ձայն ենք հավաքել։ Խոսելով նոր-նորք վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի մասին, որի շրջանակում վարույթներ են նախաձեռնվել, Կոնջորյանը դատապարտեց այն նշելով. բռնությունը մեր քաղաքական մշակույթում պետք է տեղ չունենա։ Դատապարտում եմ ֆիզիկական բռնությունը, դատապարտում եմ վերբալ բռնությունը, դատապարտում եմ հոգեբանական բռնությունը, ես դատապարտում եմ բոլոր տեսակ բռնությունները։ Դատապարտել եմ այն ժամանակ, դատապարտում եմ հիմա եւ դատապարտելու եմ նաեւ ապագայում։ Եվ ես կարծում եմ ու համոզմունք ունեմ, որ ընդհանրապես բռնությունը մեր քաղաքական մշակույթում պետքա տեղ չունենա։ Ըստ Կոնջորյանի մնացածը քաղաքական պատասխանատվության մաս է։ Հիշեցնենք, որ նոր-նորք վարչական շրջանի աշխատակազմում ծեծկռտուք էր տեղի ունեցել Թաղապետարանի աշխատակիցների եւ ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Իսկ ազգային ժողովի փոխոսնակ Հակոբ Արշակյանն անդրադարձել է մայիսի 9-ի արդիվ վարչապետի Ռուսաստանի Դաշնություն մեկնելու որոշմանը։ Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել էր, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը եւ մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։ Պատերազմը եւ պատերազմի հաղթանակը հավասարապես նաեւ հայերին է պատկանում, Հայաստանին է պատկանում եւ Հայաստանին է պատկանում։ Եվ դա իհարկե ես կարծում քննարկման ենթակա չի։ Մենք 300,000 զոհ ենք տվել այս պաշտոնական տվյալների, բազմաթիվ հերոսներ ենք տվել եւ մենք ֆաշիզմի դեմ ենք պայքարել մյուս բոլոր ժողովուրդների հետ միասին։ Այսինքն, եթե դուք ուզում եք ինձանից որևէ այլ գնահատական լսել, ես չունեմ որևէ այլ գնահատական, եւ դա հավասարապես նաեւ մեր հաղթանակն է եւ մեր տոնն է։ Հայաստանը վարում է եւ վարելու է բալանսավորված արտաքին քաղաքականություն, աշխարհաքաղաքական կենտրոններից եւ որևէ մեկի հետ հարաբերությունների կառուցումը չի արվում ի հաշիվ մյուս գործընկերների։ Ազգային ժողով կառավարություն հարցոպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանն ի պատասխան վերջին օրերին հնչող այն տարաբնույթ խոսակցությունների, թե Երևանն այժմ փորձում է բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, բայց մյուս կողմից էլ ընտրել է եվրոպական ինտեգրման ճանապարհը։ Նման մեկնաբանությունների համար Կուսանքի առիթ է դարձել վարչապետի մայիսի 9-ին Մոսկվա կատարելիք այցելությունը։ Փաշինյանը հիշեցրել է հայրենական մեծ պատերազմի հաղթանակում հայերի ունեցած մեծագույն ավանդի մասին ու հավելել հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավեր ստացել է Վլադիմիր Պուտինից, որն էլ աներկբա ընդունել է։ Այստեղ այլ ենթատեքստ փնտրելու կարիք ըստ Փաշինյանի չկա։ Մենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել եւ այդ քաղաքականության մեջ չի մտնում ամենևին, որ մենք մեր ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեր այլ հարաբերությունների կամ առավել եւս այդ քաղաքականության տրամաբանության մեջ երբեք չի եղել, որ մենք Ռուսաստանի Դաշնություն այցեր չենք ունենալու եւ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները չենք զարգացնելու եւ չենք խորացնելու։ Ինձ համար ճիշտն ասած այդքան էլ հասկանալի չեն այդ մեկնաբանությունները, որովհետեւ բացի իհարկե միջոցառումը շատ կարեւոր է, նաեւ երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի համատեքստում, բայց նաեւ այդ հանդիպումներում քննարկվում են հարցեր, այդ թվում երկկողմորակարգի հարցեր, տարբեր հարցեր եւ նման առիթները բաց թողելը այնքան էլ ճիշտ չի լինի եւ առավել եւս ես չեմ կարծում, թե այդ քննադատությունները տեղին են։ Հայկական համալսարան կոչվող կրթական կենտրոնն օրերս հանդիպում էր կազմակերպել իր սաների եւ Ռոբերտ Քոչարյանի միջև, որի ընթացքում Քոչարյանը ի թիվս այլ թեմաների խոսել է նաեւ 2020 թվականի պատերազմի մասին, հայտարարելով, թե 44-օրյա պատերազմը կարող էր չլիներ, սակայն այն հրահրել են Հայաստանի իշխանությունները։ Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Փաշինյանն արձագանքել է Քոչարյանի այս հայտարարությանը։ Սերժ Սարգսյանը այս ամբիոնից հայտարարել էր, որ բանակցային գործընթացը այլևս թևակողել է պատերազմական փուլ եւ ուզում եմ նաեւ հիշեցնել, որ 2016 թվականի 4-օրյա պատերազմը ինքը դե յուրե քաղաքականապես չի ավարտվել։ Դրա արդյունքում ոչ թուղթ, ոչ բան չի ստորագրվել։ Եվ ուզում եմ հիշեցնել նաեւ, թե ինչպես այս ամբիոնից խոսել ենք, որն էր պատերազմը թույլ չտալու դրանից առաջվա Ռոբերտ Քոչարյանի մեթոդաբանությունը, մեղրին փոխել
Ղարաբաղի հետ եւ այլն եւ այդպես շարունակ։ Մադրիդյան սկզբունքներ եւ այդպես շարունակ։ Բայց գիտեք, այդ թեման իրականում անկեղծ եմ ասում, Տիկին Մինասյան, ես ոչ ձեզ, ոչ էլ ազգային ժողովի մյուս падգամավորների հետ ասել եմ, բանավեճ չունեմ։ Այդ մարդկանց ասել եմ, հերիքա բանի տենց կամ միամիտ երևացող լսարաններ հավաքեք ու տենց բան լուրջ դեմքով բաներ պատմեք։ Լսեք, բան ունեք ասելու։ Էլի կրկնում եմ, եկեք գնանք խոսանք ուղիղ եթերում։ Հերիքա գնանք տենց մութ անկյուններում բան տենց առանձնացված բան ունեք խոսալու, եկեք գնանք խոսանք։ Ինչի մասին եք ուզում խոսանք։ Ուզում եք Ղարաբաղի բանակցությունների մասին խոսանք, ուզում եք պատերազմը հետաձգել չհետաձգելու մասին խոսանք, ինչի մասին եք ուզում խոսանք։ Եկեք գնանք խոսանք։ Այսինքն այդ մարդը ես ինչքան պետք է հիմա գամ ասեմ, ինչքան պետք է գնան թաքուն ստեղ այնտեղ էս պատիտակ են ծառի տակ, այն անկյունում, ինչքան մութ, ինչքան հնարավոր է մութ անկյունում նստեն խոսան։ Բան ունեն խոսալու։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, բան ունեք ասելու։ Ասում եմ, գնանք ուղիղ եթերում կանգնենք խոսանք։ Ներքաղաքական խնդիրների ու ընդդիմադիր թևի ներկայացուցիչների նկատմամբ իբրև կիրառվող քաղաքական եւ ֆիզիկական հալածանքների վերաբերյալ Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին էլի պատասխան Փաշինյանն անդրադարձել է օրերս Նոր-Նորքի թաղապետարանում արձանագրված միջադեպին, որի ընթացքում վիճաբանություն եւ ծեծկրտուք էր տեղի ունեցել ընդդիմադիր ակտիվիստների եւ վարչական շրջանի ղեկավարի միջև։ Որևէ բռնություն չի կարող ընդունելի լինել ինձ համար եւ մեզ համար, որովհետեւ դա նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնարար փաստաթղթի եւ մեր գաղափարաբանության եւ գաղափարախոսության մաս է եւ ես ուզում եմ սա հստակ արձանագրեմ, որ այս մասով էլ տարընթերցումներ չլինեն։ Մեզ համար կարող է լինել, ելի եմ ասում, որպեսզի էլի տարընթերցումներ չլինեն, օրենքով սահմանված դեպքեր կան եւ գուցե նաեւ դեպքեր կան ինքնապաշտպանության եւ այլն օրենքով սահմանված ուժի կիրառման դեպքեր կան, այս դեպքերը ես նկատի չունենալով ասում եմ, որ ընդհանուր առմամբ բռնությունը մեզ համար անընդունելի է եւ մենք կարծես շատ հստակ ենք այս հարցում եւ նման հարցերում։ Վերջին օրերին տեղացած հորդարատ անձրևների եւ կեղտաջրերի պատճառով Երևանը վերածվել էր անանցանելի եւ աներթևեկելի ջրային ավազանի։ Չնայած Երևանի քաղաքապետանից վստահեցնում են, թե համապատասխան կառույցների հետ մշտապես պատրաստվում են եղանակային նման անոմալ վայրի վերումներին, այդուհանդերձ այդպիսի տեղումների ժամանակ պատկերը միանգամայն այլ է, որից դժգոհում են թե քաղաքացիները, թե վարորդները եւ թե անգամ իշխող թիմի անդամները։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Բաբկեն Թունյանը, օրինակ, հարց ու պատասխանի ժամանակ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խոդաթյանին իր դժգոհությունը հայտնելուց զատ հետաքրքրվել է նաև առարկայական ինչ քայլեր է իր հերթին ձեռնարկում կառավարությունը Երևանի ջրահեռացման խնդիրը հիմնական ձևով լուծելու ուղղությամբ։ Կասեմ, որ համանման հարցեր կան նաև հանրապետության այլ մարզերում, հիմնականում հարթավայրային մարզերում եւ քաղաքային բնակավայրերում։ Մենք մեր բոլոր ծրագրերը, որոնք փողոցների կառուցման ծրագրեր են, այնտեղ ներառում ենք նաև ջրամատակարարման եւ ըստ դեպքում ջրահեռացման ցանցի կառուցման արդիականացման աշխատանքները, պիտի ասեմ, որ մայրաքաղաք Երևանում եւ հանրապետության այլ քաղաքներում մենք բազմաթիվ նոր կառուցված այդպիսի փողոցներ ունենք։ Պլանավորում ենք շարունակել այս ուղղությամբ աշխատանքները, քննարկելով նաեւ ավելի մեծ ծավալի աշխատանքներ իրականացնել ջրահեռացման ոլորտում, այնպես որ կարծում եմ որոշակի փոփոխություններ առաջիկայում այս ուղղությամբ կսպասենք։ Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, առաջիկայում սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների հետ կքննարկենք այն, հայտնել է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Տարբեր տարբերակներ ենք քննարկում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում է։ Հայեցակարգը մեկն է, այդ հայեցակարգի շրջանակում տարբեր նորմերի հետ կապված կան տարբեր քննարկումներ։ Երբ որոշակի լինի տեքստը, կիրազեկենք ձեզ, հայտնել է նախարարը։ Հարցին ովքեր են խորհրդի կազմում, Գալյանը պատասխանել է, որ նաև ընդդիմության ներկայացուցիչներն ունեն հստակ տեղեր, սակայն չեն մասնակցում քննարկումներին։ Հայեցակարգում տեղ գտած դրույթները, այո, իրենց արտացոլումը որոշակիորեն ստանալ
հարաբերեի իրականացման հետ կապված է հարցը, չեմ կարող հստակ ժամկետներ նշել, ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամիսների ընթացքում պատրաստ է։ Իսկ իրավական անկը, որտեղ ինչքան դեպք 20 ամիսների միաժամանակ հնարավոր չէ իրավունք չկա։ Չեմ քննարկել ժամանակահատվածը, թե երբ է դեպի դա։ Այսինքն կարող է ընտրության օրը միաժամանակ Երբ տեքստը պատրաստ լինի, մենք հայեցակարգային առանձին դրույթներ իհարկե հանրության դատին կհանձնենք եւ շատ մանրամասն կքննարկենք, թե ինչի մասին է խոսքը։ Այսինքն կուլիսների ետևում պահելու որևէ առիթ եւ հնարավորություն չկա, երբ ինձ հարցեր են ուղղվում, ինչու չեք ասում, ես միշտ ասում եմ, ասելու ենք իհարկե, որովհետեւ վերջնարդյունքում ժողովուրդն է քվեարկելու կողմ կամ դեմ նոր սահմանադրության։ Այլ թեմաներ Հունաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Սուրեն Պապիկյանը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարին։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս գործակցությանը վերաբերող հարցեր։ Պապիկյանը եւ Պալմասն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։ Եվրոպական խորհրդարանը մայիսի 7-ի լիագումար նիստի ընթացքում քվեարկության է դրել եւ հաստատել Թուրքիայի վերաբերյալ զեկույցը, որում անդրադարձ կա նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր դերակատարմանը։ Զեկույցով Եվրոպական խորհրդարանը աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Զեկույցը ողջունում է Սիրիայի մարդասիրական օգնություն փոխանցելու նպատակով Մարգարա Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը։ Հերթական անգամ կոչ է արվում Թուրքիային ճանաչել հայոց ցեղասպանությունը որպես Թուրքիայի եւ Հայաստանի ժողովուրդների միջև իրական հաշտեցման ճանապարհ հարթելու միջոց եւ լիարժեք հարգել հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու իր պարտավորությունները։ Մայիսի 6-ի գիշերը կտրուկ սրվել է իրավիճակը Հնդկաստանի ու Պակիստանի միջև, որը բավականին լարվել էր ապրիլի 22-ին Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով։ Նախորդային գիշերը Հնդկաստանի զինուժը հարվածներ է հասցրել Պակիստանի տարածքին, հայտարարելով, որ թիրախում եղել են ահաբեկչական խմբավորումները, այլ ոչ թե Պակիստանի զինված ուժերը։ Պակիստանը սակայն պնդում է հակառակը։ Թեմայի վերաբերյալ փաստերը կհամադրի իմ գործընկեր Այդա Կիրակոսյանը։ Այդա, ապրիլի 22-ին Քաշմիրում տեղի ունեցածից հետո կարծես թե հարաբերական կամ թվացյալ, այո, հրադադար էր Հնդկաստանի ու Պակիստանի միջև, սակայն Հնդկաստանը որոշեց այնուամենայնիվ հարվածներ հասցնել Պակիստանին, ինչ է տեղի ունեցել գիշերը։ Ինչպես եւ պահանջում էր Հնդկաստանի ժողովուրդը մոդից, այդպես էլ վարվեց երկրի ղեկավարը, որովհետեւ նրանք իսկապես պահանջում էին արժանի հակահարված տալ ենթադրյալ ահաբեկչական ակտին, որը ինչպես նշեցիր, ապրիլի 22-ին տեղի ունեցավ եւ տասնյակ մարդիկ զոհվեցին, ընդ որում ոչ միայն Հնդկաստանի քաղաքացիներ։ Հնդկաստանը երեք գիշեր արդեն հայտարարեց, որ Սինդուր ռազմական գործողությունն է մեկնարկում եւ այո, թիրախավորեց եւ Պակիստանի բուն տարածքում գտնվող եւ նրա կառավարման տակ գտնվող Քաշմիրում ահաբեկչական ենթակառուցված։ Հնդկաստանից հայտարարում են, որ Պակիստանի 9 օբյեկտի է հարված հասցվել եւ այո, դրա արդյունքում զոհվել են փաստորեն 30-ից ավելի քաղաքացիական անձինք եւ 50-ից ավելի մարդ վիրավորված է։ Պակիստանից պնդում են, որ հրթիռները հարվածել են ոչ միայն տարբեր ռազմական ենթակառուցվածքների, այլ նաեւ վնասել են 4 մզկիթ եւ 1 բժշկական կենտրոն եւ հենց այդ պատճառով են եղել այդքան թվով քաղաքացիական զոհեր։ Արդարությունը վերականգնվեց, կեցցե Հնդկաստանը նման գրառումներ են անում Հնդկաստանի տարբեր պաշտոնյաներ պաշտոնական էջերում։ Իսկ Պակիստանը պատասխան հարված հասցրել է։ Միանշանակ Հնդկաստանի եւ Պակիստանի զինված ուժերը բավականին ուժգին հարվածներ են իրար փոխադարձաբար հասցրել եւ Պակիստանի պաշտպանության նախարարությունից հաղորդեցին, որ այս հարվածներով նրանք չեն բավարարվելու, ավելին նշեմ, որ Իսլամաբադը նաեւ պաշտոնապես ՄԱԿ-ին զգուշացրել է, որ օգտվելու է իր ինքնապաշտպանության իրավունքից եւ առաջիկայում էլ ավելի ուժգին հարվածով է հանդես գալու, տեղը, ժամը ինքը կընտրի։ Նշեմ, որ ՄԱԿ-ում ամրագրված է կանոնադրության 51-րդ հոդվածով ինքնապաշտպանության այդ իրավունքը։ Մինչ այդ ուղղակի նշենք, որ Պակիստանի պատասխան հարվածից էլ Հնդկաստանում կան զոհեր, մոտ 1 տասնյակ եւ 2-3 տասնյակի հասնում վիրավորների թիվը։
Իսլամաբադը իդեպ Հնդկաստանին մեղադրում է բացահայտ ագրեսիայի մեջ եւ ընդհանրապես աշխարհին կոչ է անում Հնդկաստանին զսպել, սանձել եւ կոչ անել, որ ինքնիշխանության եւ միջազգային իրավունքի տիրույթում մնա եւ իր գործողությունները բխեն բացառապես այդ իրավունքից։ Իսկ ինչպիսին են արձագանքները ընդհանրապես աշխարհից եւ գերտերությունների կողմից։ Հետաքրքիր արձագանքներ եղան, սպասելի իրականում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանի եւ Պակիստանի միջև հարվածները ամոթալի որակեց եւ հույս հայտնեց, որ այս հակամարտությունը շատ արագ կավարտվի եւ խաղաղ ճանապարհով կավարտվի։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւս կարծիք է հայտնել, նշել է, որ Վաշինգտոնը կաշխատի եւ Պակիստանի եւ Հնդկաստանի հետ հավասարապես, որպեսզի խաղաղ լուծում գտնեն այս հակամարտության համար եւ ել ավելի չսրվի իրավիճակը։ Չինաստանի արտգործ նախարարությունից է եղել հայտարարություն, խոսնակը ցավալի է որակել տեղի ունեցածը եւ երկրներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել եւ առաջնայնություն տալ խաղաղությանը եւ կայունությանը տարածաշրջանում։ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարն է ելույթ ունեցել, մտահոգություն է հայտնել, որ ներկայիս վիճակը Հնդկաստանի եւ Պակիստանի միջև կարող է իսկապես վերաճել լայնածավալ պատերազմի, ինչը կարող է կործանարար լինել երկու պետությունների համար եւ ոչ միայն, նաեւ հարակից ռեգիոնների համար։ Բայց գանք մեզ ավելի հետաքրքրող երկրներին, որոնց մասին նախկինում արդեն խոսել ենք, խոսքը բնականաբար Թուրքիայի, Ադրբեջանի, նաև Իսրայելի արձագանքի մասին է եւ նրանց կողմնորոշման։ Հնդկաստանում Իսրայելի դեսպանն է հայտարարություն տարածել այն մասին, որ Իսրայելն աջակցում է Հնդկաստանի ինքնապաշտպանության իրավունքին եւ բնականաբար շարունակելու է աջակցության ձեռք մեկնել։ Հաբեկիչները պետք է թաքնվելու տեղ չունենան անմեղ մարդկանց դեմ իրենց նողկալի հարձակումներից, նշել է դեսպանը։ Անդրադառնանք Թուրքիային։ Թուրքիայի արտգործ նախարար Հական Ֆիդանը պակիստանցի գործընկերոջ հետ է զրուցել հեռախոսով անմիջապես իրադարձություններից հետո եւ բնականաբար Պակիստանին կապված վերջին իրադարձությունների հետ ոգեկոչել է, գոտեպնդել է եւ ասել է, որ Թուրքիան շարունակում է աջակցել այս իրավիճակում։ Բնականաբար Պակիստանին համերաշխություն է հայտնել նաև Ադրբեջանը եւ դատապարտել է այդ երկրի դեմ Հնդկաստանի այսպիսի գործողությունները։ Նախկինում արդեն քննարկել ենք, որ թուրքական եւ ադրբեջանական ռազմական ինքնաթիռները անմիջապես ապրիլի 22-ից հետո, երբ իրավիճակը լարվեց, Հնդկաստանը պատասխան գործողություններ ձեռնարկեց, Պակիստանն էլ պնդում էր, որ միջուկային պատերազմի կարող է վերաճել տեղի ունեցողը։ Թուրքական եւ ադրբեջանական ռազմական ինքնաթիռները շատ արագ Պակիստան ժամանեցին, իրենց հետ հավանաբար բերելով պատշաճ ռազմական աջակցություն իրենց եղբայրական պետությանը։ Փոխարենը գիտենք, որ հնդկական մամուլն էլ գրեց այն մասին, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելն են իրենց կողմնակիցը այս հակամարտության մեջ եւ փոխադարձաբար ռազմական ինքնաթիռներ ուղարկեցին Դելհի, որոնք բնականաբար կրկին լի էին ռազմական տարբեր հրթիռներով եւ տեխնիկայով, դրանց մասին մանրամասն քննարկել ենք։ Այսպեսով մեզ հետաքրքրող երկրներն արդեն ուղիղ եւ բացահայտ իրենց կողմնորոշումը ցույց են տալիս, բայց Հնդկաստանի ու Պակիստանի միջև ռազմական այս բախումը առաջացնում է իսկապես շատ մեծ լարվածություն ամբողջ աշխարհում եւ ամբողջ տարածաշրջանում, քանի որ խոսքը միջուկային զինանոց տնօրինող երկու պետությունների մասին է եւ այս հակամարտությունը իսկապես կարող է մեծ լայնածավալ ու վտանգավոր պատերազմի վերաճել, ինչի անմիջական կրողը կարող է լինել հենց մեր տարածաշրջանը, բայց մեկ այլ հետաքրքիր փաստի վրա եմ ուզում կենտրոնանանք, մինչև Հնդկաստանը կհարձակվեր Պակիստանի վրա եւ ուղիղ հրթիռներ կուղարկեր Պակիստան, Հնդկաստանի ղեկավարը զրուցել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարի հետ, ինչից հետո Պուտինը զանգահարել է Իսրայել եւ Իրան եւ խոսել այս երկու պետությունների ղեկավարների հետ եւ դժվար է այսպիսի հեռախոսազրույցներից եւ այսպիսի սակարկումներից հետո հասկանալ, թե քաղաքական ինչ իրադարձություն է սպասվում։ Ամեն դեպքում մինչև այս պահը տպավորություն է, որ Պակիստանը դեռ զգուշանում է, ինչից կարող է օգտվել Հնդկաստանը երկու տարբեր իմաստով՝ պատերազմի կամ խաղաղության։ Շնորհակալ եմ այդ հանգամանալից վերլուծության համար, իսկ մենք շարունակում ենք թողարկումը։ Շարունակում ենք թողարկումը Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են ինտենսիվ հարվածներ հասցնել միմյանց, այդ թվում մայրաքաղաքներին։ Մոսկվան ստիպված է եղել դարձյալ մի քանի ժամով փակել օդանավականները։ Հարվածները տեղի են ունենում հաղթանակի օրվա միջոցառումների ժամեր առաջ, երբ Մոսկվային այցելում մի շարք երկրների առաջնորդներ մասնակցելու մայիսի 9-ի ռազմական շքերթին։ Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացրել միմյանց քաղաքների վրա։ Ռուսական հարվածների հետևանքով Կիևում հրդեհներ են բռնկվել, կա առնվազն 6 վիրավոր։ Միջազգային նորությունները տեսաշարով։
Եմենի մայրաքաղաք Սանայի միջազգային օդանավակայանը, որը մայիսի 6-ին Իսրայելի հարվածների թիրախ էր դարձել, դադարեցրել է բոլոր չվերթները։ Բացի այդ, օդանավակայանին պատճառվել է շուրջ $500 միլիոն վնաս։ Օդանավակայանի ժամանակավոր վերաբացման այլընտրանքներ կան, սակայն երկար ժամանակ է պետք այն վերականգնելու եւ նախկինի պես աշխատելու համար։ Իսրայելական ուժերը ոչնչացրել են Սանայի օդանավակայանի սրահները, դրանց ամբողջ սարքավորումներով, իսկ մատակարարման շենքն ամբողջությամբ հողին է հավասարեցվել։ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանից հեռանալուց հետո BBC-ին տված իր առաջին բացառիկ հարցազրույցում քննադատել է Սպիտակ տան ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Եվրոպայի հետ հարաբերությունների, ռուս-ուկրաինական հակամարտության եւ մի շարք այլ հարցերի շուրջ։ Բայդենի կարծիքով Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Ուկրաինայի վրա, որպեսզի վերջինս իր տարածքները զիջի Ռուսաստանին, ըստ նրա պարզապես հիմարություն է կարծել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որը հավատում է, որ Ուկրաինան Ռուսաստանի մի մասն է, կանգ կառնի, եթե խաղաղության համաձայնագրի շրջանակներում ինչ-որ տարածք զիջեն իրեն։ Ջո Բայդենը նաև մտահոգություն է հայտնել այն առումով, որ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները վատթարանում են, ինչը նրա խոսքով կփոխի աշխարհի ժամանակակից պատմությունը։ Կանադան չի վաճառվում։ Սպիտակ տանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։ Այս մեկնաբանությունը հաջորդել է ԱՄՆ նախագահի հայտարարությանը, թե հրաշալի ամուսնություն կլինի, եթե Կանադան համաձայնի ԱՄՆ 51-րդ նահանգը դառնալու վերաբերյալ բազմիցս հնչեցրած իր կոչերին։ Երբեք մի ասա երբեք, պատասխանել է Դոնալդ Թրամփը Մարկ Քարնիին։ Չնայած այս հայտարարություններին, երկու առաջնորդները գոհունակություն են հայտնել անցկացված հանդիպումից։ Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերն անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացրել միմյանց մայրաքաղաքների վրա։ Ռուսական հարվածների հետևանքով Կիևում հրդեհներ են բռնկվել, կա առնվազն 6 վիրավոր։ Ուկրաինական անօդաչուների հարձակումից հետո Մոսկվայում վնասներ կամ տուժածներ չեն գրանցվել։ Իսկ ռուս պաշտոնյաների փոխանցմամբ անօդաչուները խոցվել են Մոսկվային մոտենալիս։ Քաղաքի հիմնական օդանավակայանները գիշերը երկար ժամանակ փակ են եղել։ Սա վերջին 3 գիշերում Ուկրաինայի 3-րդ հարձակումն է Մոսկվայի ուղղությամբ։ Մայիսի 6-ին ռուսական ուժերն առնվազն 13 հարված են հասցրել Զապորոժե քաղաքին, կա 3 տուժած։ Ռուսաստանը եւ Ուկրաինան մայիսի 6-ին գերիների փոխանակում են իրականացրել 205-205-ի դիմաց բանաձևով։ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև ռազմագերիների փոխանակման հարցում միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները։ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պարզաբանել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների օգնությունը զինվորական անձնակազմի փոխանակման գործարքի շրջանակներում մարդասիրական բնույթ է գրել։ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Կրեմլի հաղորդագրության համաձայն քննարկվել են նաև Մերձավոր Արևելյան տարածաշրջանում տիրող իրավիճակի եւ երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր։ Պուտինն ու Նեթանյահուն շնորհավորանքներ են փոխանակել հաղթանակի հոբելյանի կապակցությամբ, ընդգծվել է երկրորդ աշխարհամարտի իրադարձությունների մասին ճշմարտությունը պաշտպանելու վճռականությունը։ Կարմիր բանակի եւ խորհրդային ժողովրդի վճռական ներդրումը նացիզմի պարտության գործում։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մայիսի 9-ի հաղթանակի օրվա զորահանդեսի իր հյուրերի ցուցակի առաջին տեղում Չինաստանի առաջնորդ Սի Ցզինփինն է։ Չինաստանի ղեկավարը 4-օրյա պետական այցով կժամանի Մոսկվա։ Պեկինի հայտարարության համաձայն այցի ընթացքում նա կխորացնի փոխադարձ վստահությունը Պուտինի հետ եւ կմասնակցի երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից ուժերի նացիստական Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ Մոսկվայում Չինաստանի ժողովրդի ազատագրման բանակի պատվո պահակախմբի ստորաբաժանումները նույնպես կմասնակցեն զորահանդեսին։ Իսկ այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։